Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հատկապես ուզում եմ խոսքս ուղղել կառավարման ոլորտի, այսինքն մարդկանց, ովքեր որ ղեկավար պաշտոններ են զբաղեցրել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև մասնավոր ոլորտներում, խոսքս նրանց է ուղղված։ Ենթադրաբար դուք տեղյակ եք, որ մենք հարյուրավոր դպրոցներում այժմ թափուր տնօրենի պաշտոններ ունենք, եւ դա պայմանավորված է նրանով, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, կառավարությունը հանդես են եկել նախաձեռնություններով, որոնք բարձրացրել են տնօրենների նկատմամբ չափորոշիչները եւ նրանց նկատմամբ այդ թվում նաև դպրոցների զարգացման ծրագրերի չափանիշներ են ներդրվել եւ ընթացակարգը այնպիսին է դարձել, որ մենք լավագույն կադրերին կարողանանք ընտրել դպրոցների տնօրեններ, ովքեր զբաղվելու են մեր բալիկներին կրթելով եւ իհարկե նաև կառավարման գործունեությամբ կրթական ոլորտի։ Այս նախաձեռնությունը ինչով է անկյունաքարային եւ ինչով է կարեւոր, այս փոփոխությունը վերաբերվում է նրան, որ բացվում է ըստ էության հնարավորություն վերջին 10 տարիներին 5 տարվա առնվազն կառավարման փորձ ունեցող անձանց համար դառնալ դպրոցի, այսինքն մասնակցել դպրոցի տնօրենի հավաստագրման գործընթացին, որը մինչ այժմ հնարավոր չէր, եւ ես ցանկանում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր նման փորձառություն ունեն, դիմել այս հավաստագրման գործընթացին, մասնակցել հետագայում նաև տնօրենի թափուր տեղերի մրցույթներին եւ իրենց ջանքն ու եռանդը ներդնել հենց այս կարևորագույն գործում, եւ ես կարծում եմ, որ այս փոփոխությունը պիտի բերի բեկումնային փոփոխությունների այս ոլորտում։ Շնորհակալություն։